Աղիքային վարակների, այսպես ասենք, հարմարավետ ժամանակն է։ Օրերը տաքանում են, նրանք ակտիվանում։ Առաջիկայում կսկսվեն էքսկուրսիաները, պիկնիկները, բժիշկները հորդորում են, զգույշ եղեք։ Բերանային ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են, այսինքն մենք կամ ուտում ենք ինչ-որ մի բան, որտեղ կան այդ հարուցիչները, կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, այսինքն երբ որ ձեռքերի վրա են հարուցիչները լինում եւ նորից բերան տանելիս վարակվում ենք այդ ինֆեկցիայով։ Նախորդ տարի մեր երկրում աղիքային վարակի 5 բռնկում եղավ, 2-ը Երևանում, 3-ը մարզերում։ Երկուսի դեպքում հանրային սննդի օբյեկտներն էին թերացել։ Սննդի ամենապարզ պահման, պահպանման ու պատրաստման կարգ-կանոնն էին խախտել։ Նույն այս պատճառով էին նաև մյուս բռնկումները ուղղակի արդեն խնջույքների ժամանակ, մեկը բնակարանում։ Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է եւ շատ պարզ ու բանալ պատճառը, երբ ձեռքերը չեն ախտահանվում պատշաճի եւ սննդամթերքը աղտոտվում է ուղղակի ձեռքերի միջոցով, որովհետեւ հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն արկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում է եւ դառնում է բռնկման պատճառ։ Վարակի թիրախային խմբում հիմնականում երեխաներն են, ավելի շուտ են վերցնում այն, հիմնականում ավելի ծանր ստանում։ Իսկ վիճակագրական տվյալներով այս հունվարից մինչև հիմա հոսպիտալացված գրեթե բոլոր մարդկանց ծանր վիճակը պայմանավորված է եղել բուժօգնությանը ուշ դիմելով, ավելի վատ առաջին ու հաջորդական սխալ բուժական միջամտությամբ, սեփական նախաձեռնությամբ։ Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է, կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ։ Եթե ջերմությունն ու լուծը հաճախակի հեղուկ օգտագործմամբ չի անցնում, ապա բժշկի դիմելը խիստ անհրաժեշտություն է։ Մասնագետները նաև տեղեկացնում են, որ աղիքային վարակների դեպքեր կան, հակաբակտերիալ դեղերը, նույն անտիբիոտիկները ոչ միայն անօգուտ են, այլև հակացուցված։ Ինքնագլուխ օրգանիզմ հանկարծ չուղարկեք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։